Պողոս Արաքյալն ասում է. Իմ ապրելը ձեզ համար է շահ, այս աշխարհից դուրս գալը ինձ համար է շահ։ Չգիտեմ, ասում է, ապրեմ, թե չապրեմ։ Ինչ խոր հետաքրքիր աստվածաբանություն է հայտնաբերում Պողոս Արաքյալը։ Այսինքն Պողոս Արաքյալը իր համար կյանքի ու մահվան սահման չկար։ Ինքը կյանքի ու մահվան սահմանից դուրս էր ինքը։ Շահը Քրիստոսի շահն էր։ Իր համար մահը գոյություն չուներ, ինքը ապրում էր։ Եվ եթե դու ապրում ես, իրապես ապրում ես, Քրիստոսի կյանքով ես ապրում, հա? Մնացած Աստծո ձեռին է։ Եթե դու իրապես ապրում ես, հլը անելիք ունես այս կյանքում, այս աշխարհում, հասկանում ես։ Եվ մարդկանց բարիք ես գործում, հա? Հիմնականում մարդը ինչու է բարիք գործում։ Երբ որ կյանքը իր իմաստ ունի, երբ որ մարդկանց կարողանում է օգնել։ Հետաքրքիր բան կա, չէ՞։ Բայց ես մենք չենք նկատում։ Չենք նկատում, թե ինչքան կարևոր է մեր դերը կյանքում։ Այդպիսի մի դեպք կա, չէ՞, որ մարդը գնում է ինքնասպան լինելու, կամուրջի վրա կանգնած է լինում։ Մի հատ աղքատ մուրացկան գալիս ասում է, խնդրում եմ, ասում է, կօգնես ինձ, ասում է, ընտանիքս այնտեղ վատ վիճակում է։ Ասում է, լավ, մեռնել է միշտ էլ կա, բայց ինքը ուզում էր ինքնասպան լինել, գնում է օգնում է այդ ընտանիքին, հետո ասում է, երբեք ինքը չի վերադառնա այդ կամուրջի վրա, ինչու, որտեվ ինքը հələ պետք է ուրիշ։ Այսինքն, էսի շատ կարևոր է, հասկանանք, որ եթե մենք կանք, եթե մենք շնչում ենք, արտաշնչում ենք, այսօր արեգակը մեզ վրա ծագեց, ուրեմն Աստված որոշել է, որ հələ մենք պիտի ապրենք։ Մենք անելիք ունենք այս կյանքում, հա? Այն մրջունն էլ, որ հələ կա, չի սատկել, մրջունն եմ ասում է, կամ տերևի ծառի տերևը, հələ որ աշուն չի եկել, հələ մի հատ տերև է մնացել ամբողջ ծառի վրա, տեսել եք։ Աշնան վերջ է, բոլոր տերևները թափվել են, բայց մի հատ տերև մնացել է։ Տեսնես այդ տերևը ինչի է մնացել, որպեսզի մի հատ գեղանկարիչ կա, հա, հենց այդ մի հատ տերևը նկարի, հետո այդ նկարը դնեն պատկերասրահներում, հազարավոր մարդիկ վայել են այդ մի հատ տերևը ծառի վրա եւ առողջության գեղեցկություն։ Մի հատ հետաքրքիր էսպիսի պատմություն կա։ Ծովում տեղատվություն է լինում, այսինքն ծովը հետ է քաշվում, ծովային շատ աստղեր են մնում ավազի վրա, ու մի երեխա, որ այդ պահին ծովի ափով քայլում էր, սկսում է այդ աստղերը վերցնել, վազել, գցել ծովը, որ չսատկեն, այդպես է մտածում այդ երեխան, բայց այդ ծովային աստղերը շատ էին։ Մի իմաստասեր, հա, մի փիլիսոփա, նույն ժամանակ կյանքի իմաստի մասին էր մտածում, արարչության մասին էր մտածում եւ ծովի ափով շրջում էր։ Եվ այդ իմաստասերը փիլիսոփան այդ երեխային հանդիպում է, որ ծովային աստղեր էր նետում ծովի մեջ։ Մոտենում այս երեխային ասում են, ինչ անիմաստ բան ես անում, դու փոքրիկ ես, այդ աստղերը շատ են, ծովը մեծ է, ինչքան աստղ դու կարող ես։ Երեխան ինչ է պատասխանում, ոչինչ չի պատասխանում։ Ես ուզում եմ աստղերը փրկել, ու լացում է։ Փիլիսոփան երեխային թողնում է ու շարունակում է, մտածում է կյանքի իմաստի մասին։ Ու հայտնագործություն ասում է, ես հասկացա, Տեր Աստված, ես հասկացա, թե ինչու դու ծովային աստղերը թողում ավազի վրա, որպեսզի երեխայի մեջ խիղճը արթնացնես։ Պես այդքան ծովային աստղեր զոհաբերվեցին մեկ երեխայի մեջ խիղճը արթնացնելու համար, որ երեխան խղճահարվի, խիղճը զգա, ցավը, կարեկցանքը զգա, ցավակցությունը զգա արարչության հանդեպ։ Այդքան ծովային աստղեր արժե զոհաբերել մի երեխայի խիղճը արթնացնելու համար։ Հասկանում ես, արարչության ինչ որ մեջ կա գեղեցիկ անքը լավ։ Արարչությունը բացավետարան է։
լեզուն պիտի մնաս, կարողանաս կարդալ։ Ամեն։